Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ, դուք դիտում եք առանց սահման հաղորդման հերթական թողարկումը եւ մենք այսօր կրկին խոսում ենք chip tuning-ից ու մեքենաներից։ Բնականաբար այդ ամենը անելու ենք իմ գործընկեր Հարութ հետ, Հարութ ջան, ողջույն, եւ այսօր ինչպես նկատել եք ունենք հյուր Արտակ ջան, բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ է։ Հարութ, մի բան դու ասա։ Հա, այն անգույնով կխցնենք։ Allez, եկի չանի կադրերը։ Պատմին կամերային պատմին։ Այնտեղ Հարութ ջան, նախ կխնդրեմ ներկայացնես մեր հյուրին, որտեղ ոնց հասկացա գործընկերներ եք ու այդտեղից արդեն խոսակցությունը շարունակենք։ Արտակը իմ ընկերն է առաջինը, հետո նոր գործընկերն է, Արտակն էլ է զբաղվում ոնց որ սաղիտեն chip tuning-ով, բայց ինքը մի քիչ ուրիշ ուղղություն է վերցրել, նա ստրոկեն, հենց կոնկրետ, հա, խորացել է այդ ուղղությունով, արդեն մանրամասն հաղորդման մեջ ինքն էլ կներկայացնի, այդքան է։ Փառահեղ էր, իրոք, կրասնարիչի վայրեջ։ Արտակ ջան, ես նախ կխնդրեմ մի քիչ պատմեք ձեր մասին, ձեր ուղղության, տարբերության, Հարութի հետ, որ ասում եք մի քիչ տարբեր է։ Ինչու՞մն է տարբերությունը, ինչքան ժամանակ է զբաղվում եք։ Ժամանակը 7-8 տարի է, որ արդեն ես զբաղվում եմ tuning-ով։ Իմ ու Հարութի տարբերությունը այն է, որ ես 0-ից եմ վերցնում մեքենան, առանց տուրբո մեքենան ու աշխատում եմ մենակ ինժեներնի բլոկերով, ինժեներնի մոզգերով։ Զավասկոյի արտադրած մոզգերով ընդհանրապես չեմ աշխատում։ Կոնկրետ սպորտի համար է մեքենաները պատրաստվում։ Իմ ամենօրվա քշում։ Ես քանի որ Արտակը չի ներկայացնում, ասեմ, գոնե ասել ինժեների բլոկը ինչ է։ Ինժեներնի մոզգը ոնց որ քեզ տալիս է սա հիմքը քո ֆանտազիան իրագործելու համար, իսկ Զավասկոյը ավելի շատ քեզ չեմ ասի ռամկեքի մեջ է դնում, հա, բայց դու տենց շատ չես կարա տենց ինչ ուզես անես, հա։ Երբ որ օրինակի համար տենց 0-ից պրոյեկտ է հավաքվում, չգիտեմ, Zaslonken ուզում ես ոչ թե BMW դնես, ուզում ես, չգիտեմ, Nissan դնես կամ ամերիկան, որը որ մեծ է, Զավասկոյի մոզգով համարյա թե տենց շատ քիչ մոզգեր կա, որ այդ հնարավորությունները տալիս են, չնայած դաժե երևի չկա էլ չէ, մի հատ կամ երկու հատ կլինի, իսկ ինժեներնին տենց քեզ ոնց որ շատ է տենց տալիս բան էլի քո ֆանտազիայի։ Այսինքն ոնց հասկացա ինժեներն ավելի սպորտային ուղղվածության համար է։ Հա, ամեն օրվա շարժման համար ինժեներնի մոզգը այդքան է հարմար չէ, որովհետև տեխնոլոգիչնի Զավասկոյի մոզգը ավելի լուրջ բան է, քան ինժեներնի մոզգը։ Հա, ինժեներն կոպտ ասած բոթասներն են, այն մյուս տարբերակը կոշիկները առօրյա ակնելու։ Հա։ Իսկ ինժեներնի մոզգը ասածը ինքը առանձին արտադրվող մասը, որը դուք առնում եք, թե մեքենաներ կան, որ Չէ, առանձին կամպանիաների առանձին մասերը, տենց Զավասկոյի մոզգը չի կարա դառնա ինժեներ։ Կարա դառնա, բայց այն չի ինքը լինում։ Կան մոզգեր, հա, դաժե ռուսական ավտոյի մոզգ գոյություն ունի, որը որպես ինժեներնի օգտագործում են, բայց իրանից լուրջ մաս ստանալ չի լինում։ Փաստորեն մոզգերն էլ տարբերություն ունեն ու սպորտի համար ոնց հասկացա ինժեներն է տարբերակը, որ կարողանալ է։ Այս պահին ինչ պրոյեկտի վրա եք աշխատում։ Այս պահին լուրջ պրոյեկտ դրագի մի հատ ունեմ, դրիֆտի շատ կան։ Հիմա ավելի շատ խորացած եմ դրագի մի պրոյեկտի վրա, մեր մեքենան է, լրիվ 0-ից լրիվ ուրիշ պրոյեկտ ենք հավաքել, խառը ավտո է ստացվել, BMW, Ford-ի մոտորով, թազաթիվ BMW-ի կառոպկով, բայց ինքը շատ հին BMW-ը ու ինժեներնի բլոկով, Ford բարայի մոտորով։ Ես ճիշտ հասկացա, ես ավելի շատ ասում, որովհետև իմ նման տենց մեքենաներից քիչ գլուխ անող մարդիկ հիմնականում կան էլ մեր աուդիտորիայում հարց կարողացակի։ Այսինքն ոնց հասկացա, եթե մեքենան տարբեր ոնց որ մեքենաներից են հավաքվում, ամենահարմարը ինժեների մոզգը է, ինքը ավելի հեշտ է ադապտացվում, այդ մասերը իրար են միացնում։ Միանշանակ տոնց ավելի հեշտ է։ Իսկ եթե գաղտնիք չկարող եք ասել այդ ինչ պրոյեկտ է դրագի համար որ հիմա անում եք, թե չէ, գաղտնիք չէ, շուտվանից կա այդ մեքենան, ուղղակի այս տարի արդեն լրիվ ձևափոխվել է, միշտ ինքը մասնակցել է դրագերին, E36 կոմպակտ է մեր մեքենան։ Հիմա մոտորը փոխել ենք, փորձում ենք նոր պրոյեկտի վրա, ավստրալիական Ford Barra, տենց է կոչվում այդ մոտորը Ford-ի համար արտադրված, մենակ ավստրալիական շուկայի։ Այդ մոտորը երկու ջեզետի մի քիչ ավելի մեծ տեսակն է։ Հա, ավելի զոր, երկու ջեզետ։ Ես լսել եմ, եթե տեղյակ չեք, ասեմ։
Երկու ջեզետը տեսել են, որ ատեն ասում են երկու ջեզետը որ լուրջ, այդպես իսկ էսի որ Ford բորա ճիշտ է։ Բարա։ Volkswagen Polo ջակի։ Բարան որ անում եք պոպկորն դի ուտելի չէ։ Չէ, պոպկորնը գիտեմ, ցենց ձենա, մետել մարտիսը։ Անկապ ձեն անում։ Փաստորեն drag, drift, այդ սպորտաձևերում եկած մեր մեքենան կատարելագործել, եթե TTH չեն գալի, այդ գործընկերությունը գալիս են ձեզ մոտ։ Կամ եթե գալիս են ձեր մոտ չեն գալի, գալիս են TTH։ Ուզում եմ որ գալիս են TTH, մենք էլ ենք օգնում, ուզում եմ որ գալիս են մեր մոտ TTH-ն է օգնում ես։ Չէ, մենք տես բան է մեր մոտ, էլի, Ընկերություն է։ Մի հատ բան ասեմ, արտը ահավոր շատ է սիրում Mercedes։ Ձեր սիրած Mercedes-ի տարեթիվ մոդել։ Որտե՞ղն է պետք է 90 290 Evo 2։ Եթե դուք եք սիրում, կոմենտներում պլյուս դրեք։ Ուզում եմ առաջինը մատ այդ 36-ի մասին պատմեմ, տենց արտակը բան անում էլի, միշտ կարճ է պատմում, հա, էլի այդ 36-ը տենց երկար ճանապարհ անցել էլի, տենց ինքը սկզբից եղել է BMW-ի մոտորով, Mercedes-ի կառապկով, լիքը տանջվել ենք, եղել է օր, որ տղեկը մինչև գոնկ են, մի օր շուտ, այսինքն մի օր էլ չէ, մի 10 ժամ շուտ մոտորը խփել է, գիշերը մոտոր են հավաքել, գնացել են գոնկի, տենց ինքը բավականին երկար ու տենց ոնց ասեմ լի հետաքրքիր պատմություններով ավտո է, ու այս տարի են նոր որոշել, որ դնեն այդ Ford-ի այդ ավստրալիական, հա, բառան, հա, 4 լիտր, 6 Porsche-ին ու այս անգամ արդեն Mercedes-ի կառույցով չէ, BMW-ի ու ամենակարևորը այդ որ ասում ենք ինժեներնի համբյուտեր բան, այդ բնականաբար այդ ինժեներնի մոզգը ընտրվում է ըստ մարդու պահանջների։ Շնորհակալություն ենք հայտնում առանց սահման հաղորդման գլխավոր հովանավոր Lit Energy-ին։ Իմիջ այլոց դեկտեմբերի 5-ին Meridian Expo-ում տեղի կունենա որակի նշան Expo, որտեղ լինելու է նաև առանց սահմանի թիմը։ Ժամը 3-ից դուք կարող եք գալ, այնտեղ ձեզ սպասելու են խաղեր, ուրախ ժամանց, մրցանակներ, այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը։ Ինչքանով են նույն չափի այդ դետալները, որոնք դուք համադրում եք, թե դրանք առանձին, այսինքն դրանք առանձին ձեռքով կտրտվում, ավելացվում, պակասացվում են։ Հա։ Նախ առաջինը մոտորը BMW-ի մոտորից երևի ինչքան 1.5 անգամ երկար է։ Օ, դա Շատ մեծ է։ Շիտոկ պրիբորի մոտ հասել։ Հա։ Շքանից հասել է շիտոկ պրիբորի մոտ։ Կարոտկենը համարյա հասել է հետևի դռների մոտ։ Այն Կարդադեսն է, էլի։ ֆարսաժի մեջ որ կապոտը կտրում են, sense ինչ որ բանա դուրս գալ։ Ինձ է դու ասա գիտես դրա անունը։ Blower-ը, Երևի։ կոմպրեսորի։ Մերը տես չի։ Համարյա տուրբոյա, տուրբոյա։ Ձերը տուրբո, իհարկե ես գիտեմ որ նա տուրբո։ Իրանց տուրբո, դրա համար դա չի արվում։ Չէ, ինձ հետաքրքիր է հարցնեմ արտակին ոնց է вообще որոշել սկսել զբաղվել։ Էդ էլ է տարբերակ։ Էդ էլ է։ Ես չէի որոշը։ Հենց այդ կոմպակտի տերը բան ստիպեց որ զբաղվեմ դրանով։ Ասամ։ Այդտեղից ավելի մանրամաս, նախ Ամեն կոմպակտը այդ կոմպակտը իմ ընկերոջ ավտոն է։ Ես միջև այդ լրիվ ուրիշ գործով էի զբաղվում։ ինչով Բանալի էի ծրագրավորում, մոզգեր էի Պետագերն փոխում, է Եվրո 2-6 կատտնած բաներ էին կանում։ Ինչը որ մարդիկ փող են աշխատում, նորմալ մարդիկ, նորմալ ավես։ Այդ մեր ընկերը այդ մեքենան նաստրեկել էր մի հատ վրացի մեր գործընկերներից մեկի մոտ։ Ու նաստրեկին կիսատ էր մնացել որոշ խնդիրների պատճառով։ Այդ ժամանակ այդ ավտոյի վրա զավասկի մոզգեր գործանային մոզգով միզև փորձում էին այդ տուրբոն աշխատացնեին։ BMW-ի վրա լոմա տես բան։ Ճիշտ է, մեծ ուժերի համար չի, բայց լոմա մինչև 400-450-ի այդ զավասկի մոզգով լինում է ստանալ։ Ինձ հասնում էր ընդհանրապես ծրագիրը կարդամ, ուղարկեմ սարքողին, սարքողը ինչ որ բան սարքում է, հետա ուղարկում, ես ծրագիրը գրում եմ ավտոյի վրա, լոգերը անում եմ, ու լոգի պատասխանում ուղարկում եմ իրան։ 8000-ին կնորից ծրագիր է գրում։ Հա։ Այդտենց հասանք մոտավորապես երևի մի 25 ծրագիր սարքես միջև կարացանք այդ մեքենան խելքի բերենք այդ վիճակով։ Հետո հետաքրքրություն առաջացավ մեջս, լավ, ինչա արա, ինչա փոխ է, խիա փոխ է, ինչ որ փոխել է, ինչա ստացել փոխածի հետևանքով, կամ ինչի համար է փոխ է։ Այդ բաների մեջ խորանալով արդեն այդ հետաքրքրեց նաստրոյքին, որովհետև նաստրոյքին Նայած որ կոմպյուտերից հասկացել դու կամ էլեկտրոնիկայից հասկացել դու կարաս նաստրոյք անես, պետք է մոտորից հասկանաս ամենակարևոր բանն է։
Համադրես էլի, այսինքն համակարգիչ իմանալն էլ ապրել։ Համակարգիչ իմանալը ծրագիրը մակերեսային է դաժե պետք։ Հա։ Շատ ավելի հեշտ է նաստրոշիկ դառնալ մոտորիստին, քան թե էլեկտրիկին։ Հա։ Ու այդպես քիչ-քիչ դուք ձեզնով Բայց քիչ-քիչ իր այդ վրացի մեր գործընկերոջ սարկածով մենք ասում ենք նա արդյունքի, որ power-ից 200 արագացումը ավտոյի 7 վայրկյան էր մոտ, 7 ու 4 վայրկյան էր։ Հետո որոշեցինք մեթանոլ դնենք այդ ավտոյի վրա։ Մեթանոլը դնելուց հետո արդեն վրացում չդիմեցինք։ Վրացի գործընկերոջը արդեն փորձեցի ես անեմ։ Լավ ստացվեց։ Արդյունքը 7 ու 4-ից իջանք 6 ու 4, մի վայրկյան այդ թվերի մեջ արդեն ահագին մեծ։ Դե այդ ոնց ասացա 100-ից 200 մասն է խոսքը։ 6 ու 4 որ իջա հասկացա ստացվում, ասացի լավ, դա չի կլինի։ Հələ սպասի ես ինձնով։ Հա։ Ու Դե իրականում ես քեզ ասեմ ինքը լուրջ հետև քաշող ավտոյի համար անցած տարի էր որ 13 գնաց։ Նախ անցած տարի պրինցիպի Հայաստանում երևի ամենալավ հետև քաշողի ռեզուլտատն է ցույց տվել, ամենալավից մեկը պրինցիպի համը։ Այդ տարի համ մենք համ Գառնիկը 13 գնացել։ Նույն թիվն է գնացել, դե դիզելը սաղ գիտեն 190-ը, ինձ թվում է այդպես մարդ չկա որ այդ ավտոն չգիտի, համ այդ 36 կոմպակտը, համ 190 դիզելը այդ թիվը ցույց են տվել, այսինքն ինքը այդ երկու ավտոն տոպերի մեջ է եղել, էլի։ ինչքան էր 402 մետրը 13։ 13։ Այս վերջի դրագին ոնց որ մասնակցում էր, չէ՞։ Չէ, վերջի տրակի չի մասնակցել։ Չէ, Գառնիկը։ Գառնիկը, Գառնիկին հիշում եմ, Գառնիկի մեքենան հիշեցի։ Դե վերջի դրագին փչացել է ժամանակացույցը, բայց հա մոնտավորապես հասկանում ենք թվերը։ Ձեր ամենահիշված պրոյեկտը որ արել եք։ Ամենաառաջի պրոյեկտներիցս մեկը։ Էլի BMW E36 M50-ի վրա վերցրել տուրբոյա ձգել։ Մեր ընկերներից մեկն է։ Բերել եմ որ նաստրոյք անեմ։ Ու արեցի այն վաղվա գիտելիքներից չափով ստացանք ինչ-որ մի բան մոտավոր պլյուս մինուս մի 300-350 ձիավորի կարգի ու զարմացա այն որ մի տարի հետո այդ ավտոն եկավ ասաց արդեն 50,000 կիլոմետր քշել եմ ես սպասում եմ որ պետք է մի 3-4,000 կիլոմետր որովհետև ինքն ահավոր քշող է մի 3-4,000 կիլոմետր հետո պետք է վարի այդ ավտոն ինքը այդ ավտոն օրը 300-400 կիլոմետր քշում էր Առաքիչ էր։ Հա Այստեղից հարց, որ ասում եք մի 3-4,000 կիլոմետր, այսինքն այդ տյունինգը վնասում է մեքենային, թե եթե օրինակ ճիշտ ես իրան վարում, տենց տյունինգը ճով ես անում, ինքը երկար կծառայի։ Տյունինգը այդքան մեծ չի, որ վնասում է մեքենային, եթե ճիշտ ես հետևում տյունինգից հետո ավտոյին։ Ավտոյին փչացնում է վարորդի աչվոտը հիմնականում։ Նայած ոնց կվարվի ավտոյի հետ։ Եթե ունեք աչվոտք, մի արեք, վարորդներն ենք դեր։ Չէ, մենք իրական որ հարութի հետ նախորդ հաղորդմանը խոսում ենք, եկանք այն եզրակացության, որ եթե գնում ես տյունինգը ճիշտ նստեղ ես անում, որ կոմպետենտ մարդիկ են, մեքենան երկար կծառայի։ Դե բնականաբար մի քիչ առանձնակի խնամքել է նաև պարտադիր առանձնակի խնամքը։ Այդտեղ ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ամենաառաջինը վառելիքը յուղը։ Օ, վառելիք ու յուղ։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել առանց սահման հաղորդման հովանավորների Նակոյլ ընկերության իր մոդուլ ապրանքանիշով եւ եթե դուք ունեք մեքենա կամ ցանկացած տեխնիկա ու ուզում եք յուղը փոխել, դուք նրանց խանութ սրահներում կգտնեք ամեն ինչի յուղ ու մեքենան կլինի ապահով։ Իսկ վառելիքը մենք նախընտրում ենք Golf-ը։ Golf-ի արդեն 10 լցակայներում դուք կգտնեք բարձրորակ բենզին եւ հեղուկ գազ։ Ինչի համար է երբեմն ավելացում վառելիքի մեջ սպիրտ, դա ինչ է տալիս կամ արդյոք դա չի ազդում մեքենայի OGG-ի վրա, էլի, այսինքն եթե մենակ բենզին լինի, ինքը ավելի լավ չի աշխատի։ Եթե ստոկ մեքենայա ոչ իման առաջի, միանշանակ բենզինով ավելի լավ կաշխատի, սպիրտը ավելացնես վրան, հաստատ մեքենան ավելի դանդաղ է գնալու։ Լավ էֆեկտ չի տալու, որովհետև սպիրտով վառելիքի օդի խառնուրդը շատ ավելի բագատի պետք է լինի, քան թե բենզինով։ Իսկ մեքենան ծրագրավորված է, ասենք, այս ինչ կոնկրետ օդ բենզին հարաբերակցության համար։
Սմես ենք ասում։ Կա որ ունի ֆիլմ։ Ավտո կա որ հա ունի զավորից ամերիկական Ford-ն է, Chevrolet-ն է ունեն տես բաներ, որի վրա բակի վրա գրած է E8-ին դրանք ունեն, բայց իրենք ունեն Flex-fuel-ի տաճիկներ վրան դրած, որ սպիրտը լցրեց իր արդեն կարտեն ուրիշ ձև աշխատում, բենզինով ուրիշ ձև աշխատում։ Okay։ Իսկ tuning արած մեքենաների մեջ ավելի Tuning արած մեքենայի մեջ սպիրտը օգտվում է մի քիչ ավելի զաժիգանի կանոնանք Ռանի ոնց է հայր։ Զաժիգանիով ավտոյի զաժիգանիով ուժ ստանանք։ Ես ու ավել տուրբոն ավելի մեծ բուստով աշխատացնենք։ Նա ես դետոնացիան կտրում։ Փորձեմ բան անեմ էլի օգնեմ մի քիչ իմ գործընկերոջը։ Ընկերոջը նախ ընկեր հետո։ Լավ է։ Օմշիպից է։ Չէ, գլոբալ սպիրտը, հա, ինքը դե խոսում է ընկերոջս հետ, ասում եմ բենզին բան Գերմանիա հիմա, ասում է մեր բենզինը նենց է ոնց որ մենք խոսքի դե սպիրտ լցնենք մեր ավտոների մեջ, այտենց ուժեղ, այսինքն հիմնական բանը սպիրտի է նա, որ այդ դետոնացիան, հա, կարելի ասել, որ մենք ստանում ենք այդ ուժով, որ մենք ունենք սովորական բենզինով, սպիրտի պարագայում չկա ու դրա հաշվին, որ այդ վառելիքի որակը ավելանում է, դու գլոբալ ձիաուժը կարող ես ավելի շատ բարձրացնես, թե դա այդ նույն զաժիգանի հաշվին, թե տուրբոյի ճնշման հաշվին, էդի կապ չունի, բայց գլոբալ ինքը նպաստում է ավելի բարձր ձիաուժ ստանալուն, ապահով ստանալու։ Դենց սաղ մտածում են, որ ուղակի կարաս ավտոյի մեջ լցնես, դենց ուղակի չի կարելի, որտեվ հատուկ մեքենան։ հա, էլի, պիտի այդ ամեն ինչը քո մեքենան պիտի ծրագրապես պատրաստել լինի այդ ամեն ինչին, էլի, այսինքն հա, եթե դու սովորական, չգիտեմ, 20 լիտրի վրա լցրեցիր մի լիտր, 2 լիտր սպիրտ, դա հաստատ օգուտ կլինի, բայց որ այդ 2 լիտրի տեղը գնա 15 լիտր, սո այդ մեքենան էլ չի աշխատի։ Ու 2 լիտր էդի վառելիք չես տանում։ Հա, չէ, դե պրոստը ինչ որ չափով տես Դետոնացիայի դեմն ես մտածում, բայց իրան որպես վառելիք 2 լիտր, 20 լիտրին ավելացնելը ոչ մի։ Դա զուտ ոնց որ բան ես անում, էլի մի քիչ օկտանը ոնց որ կոպիտ ասած սուպեր ռեսմատիկ ասում։ Արտակ ջան, մի հարց այս էլեկտրոմոբիլների հետ կապված, որտեղ օրորի շատ անում են։ Իրանց հետ կապված sense ինչ որ տարբերակ կա, կոպիտ ասած իրանց ինժեներական մոզգ ավելացնել կամ իրանց մոզգի վրա փոփոխություն անել, կամ իրանք մոզգ ունեն вообще։ Մոզգ ունեն, բայց անկեղծ ասած չեմ հետաքրքրվել, դժվար է հետաքրքրվեմ։ Սխմի ձերս։ Այս էլ անգույնով ավելացնում եք։ Այսինքն ձեզ էլեկտրոմոբիլներ դեռ չեն դիմել։ Ինչ թվում է, դժվար է դիմեն։ Դժվար է դիմեն։ Դից չեք ընդունի, թե Ես մի քիչ էլեկտրոմոբիլներից որ մենք այդ ավտոներին մոտիկ ենք գալիս։ Անձրևի ժամանակ չարժ։ Մենք էլ մի հարց համոզված եմ մեզ դիտողները շատերը չգիտեն։ Ստոկ ասած է ինչ է նշանակում, երբ որ ասում են մեքենան ստոկ է։ Գործարանային։ Այսինքն ոչ մի փոփոխություն արած չի։ Ինքը գործարանային վիճակում է, բազային վիճակում է, այնպես որ այնտեղ մի անգամ էլ հարց էին գրել, երբ որ խոսում ենք Հարոթի հետ։ Արդյոք դա ինչ որտեղ հնարավոր է սովորել, ինչ որ դուք անում եք։ Չէ, սովորելը տես դպրոցով ուղղակի անհնար է։ Եթե մարդ իսկականից ուզում է սովորի, հաստատ կսովորի։ Բզբզալու համակարգն է։ Բզբզալու համակարգը չի, այնքան շատ մատերիալներ կա հիմա բաց արտակներում։ Եթե ուզում եք զբաղվել chip tuning-ով կամ ինժեներական, իսկ առանձին անունն ինքը թե այտենց ուղղակի ասում եք ինժեներական Չէ, տարբերակ։ մենք կոնկրետ նշում ենք իրան մոդելներով, մարկաներով։ Չէ, standalone էլ, դա բառը կոչվում է standalone ECU, այսինքն ինքը ավտոնոմնի, չգիտեմ հայերեն։ Standalone chip tuning-ը դու կարող եք սովորել ավտոնոմնի բա հայերեն։ Ну, в общем, այդ մոզգերը տենց են գլոբալ կոչվում, շատ լիքը ֆիրմեր կա, բնականաբար դե ամեն մեկը ունի իր նախասիրությունները, օրինակ արտակը մի մոզգա սիրում, ես շատ չեմ խորացել, ինձ թվում է, չգիտեմ, չեմ էլ ուզում։ Չէ, մեկ-մեկ հավեսս տալիս է, հա? Կուզես։ Հա, մեկ-մեկ հավեսս տալիս է, Ford Focus-ը օրինակ ես ու արտակն էինք անում, Hill Climb-ին, որ Բադյոմ Նախոլմին, որ մասնակցում է
Իմիջ այլոց Դե հա։ շատ լավ միտք է։ Ես առաջարկում եմ մենք Hill-Climb-ի մասին հիմա խոսենք ու նաև այդ մեքենան նայենք, ինչ կասես։ Դավջան ինձ թվում է կարելի է միանգամից գնալ Ford-ի մոտ ու այդ նրբությունները, մանրուքները այնտեղ արդեն դրա մասին խոսանք։ Ընտիր միտքը։ Դավջան, եկել ենք։ Արի մի հատ ծանոթացնեմ ես ավտոյի հետ, ավտոյի տիրոջ հետ։ Լեռնային մրցության ֆավորիտ ավտոն է, շատ հզոր է ու շատ գրագետ սարքած է։ Հիմա կծանոթացնեմ քեզ այս մեքենայի պիլոտի հետ, նաև որ սարքել է, հավաքել է այս ավտոն, Երեմազյան Լուդվիգի հետ։ Բարև ձեզ, շատ հաճելի է։ Լուդվիգ ջան, խնդրելու ենք պատմել ձեր մեքենայի մասին ու հետո նաև ընդհանրապես ամբողջ Hill-Climbing-ի հայերեն ոնց էր Լեռնային մրցության ու այդ արշավի տեսակի առանձնահատկությունների մասին։ Լկալներ ես էլ ես մի քիչ քեզ ընդհատեմ, ինձ թվում է ամենասկզբից հետաքրքիր է թե Լուդվիգը ոնց է вообще սկսել զբաղվել ավտոսպորտով, որտեվ ինքը շատ շուտվայց, երբ որ ես էլ նոր առաջի ավտոն գնել էի, Լուդվիգը արդեն սպորտի մեջ էր էլի, զբաղվում էր էլի, ինձ թվում է ավտոսպորտի մեջ 2008 թվականից եմ սկսել մասնակցել միջոցառումների, սկզբից օֆրոդի մեջ եմ եղել Jeep Wrangler-ով, հետո այս ձևն էլ է ինձ շատ հարազատ եղել, դուր ելքել, փորձել եմ այս սպորտաձևի մեջ էլ մասնակցեմ, սկզբից 2108-ով եմ մասնակցել, մոտ 7-8 տարի տեղից հետո այս Ford-ը գնեցի, ինքը եղել է գործարանային Ford Focus RS 350 ձիաուժ է եղել։ Գործարանային, ինքը 350 ձիաուժ է, 2.3 լիտր տուրբո է գործարանային։ Հետո ահագին ձևափոխումներ են կարել սկզբից շարժիչի վրա, downpipe-ը փոխվել, տուրբինա փոխվել, կոլեկտորներն ա փոխվել, ներածման, արտածման, ծրագիրը փոխվել, հետո հասկացանք, որ այդ ծրագիրը ինչ որ արվել էր, ընդ որում արել ամեն ինչը հարութը, որոշեցինք ավտոն, որ էլ ավելի պետք է արագանալու համար պետք է փոխվեր ավտոյի շարժիչը, չէ, համակարգիչը, մոզգը էլի։ մոզգը։ Ես մի քիչ ավելի բան ասեմ էլի, իմ բնակավարից հայտի, հա, գործարանային Ես այստեղից նայեմ էլի նայ գործարանային մոզգը այդ հնարավորությունները չի տալիս, որը որ լիքը պահանջներ կա լեռնային մրցություններում, որը որ չես կարող նաստրոյկա անես էլի գործարանային իր ստոկ մոզգով, դրա համար այնպես որոշեցինք, որ պետք է փոխենք, որը որ բավականին փոփոխություն է տվել, այսինքն դե լեռնային մրցության մեջ ամենակարևորը ինչն է, ժամանակը, հա, ու եթե չեմ սխալվում, դաժե հաշվի առնելով խնդիրները, մոտ 10 վայրկյան արագացել ես, չէ՞։ Նույն ճանապարհի A-կետից B կետը 10 վայրկյան արագացել է, իսկ 10 վայրկյան արագանալու համար մինիմում պետք է մի 70-80 ձի ավելացնես, պլյուս կարողանաս այդ ավելացնելուց հետո ճիշտ կառավարես ավտոն։ Այսինքն մոտ հիմա 720-750 Չէ, ներողություն 420-450 Չէ, մոտավոր 500 ձի կարգ է այս պահին ավտոն։ Պլյուս մինուս։ Ես կարդում եմ Hill-Climbing-ի առանձնահատկության մասին, ինքը համարվում է ամենավտանգավորը, որովհետև հիմնականում պատնեշներ չի լինում, պատնեշ չի լինում, ինքը լինում է ճանապարհը ոլորաններով պարտադիր, որտեղ ամբողջ հետաքրքրությունը դրա մեջ է, որ դու մաքսիմալ արագ կարողանաս այդ ոլորաններով բարձրանաս։ Ինքը վտանգավոր սպորտաձև է, բայց մաքսիմալ բարձր ադրենալինով։ Իսկ Հայաստանում ինչ հաճախականությամբ են անցկացվում ու դուք բոլորին մասնակցում եք մրցույթների։ Պարտադիր, եթե մրցում է լինում, պարտադիր։ Ես տենց լեռնային մրցություն չկա, ես երևի 10 տարի որ մասնակցած չլինեմ, պարտադիր։ Իսկ անձնական ռեկորդը որքան է։ Տենց զուտ համեմատության համար։ Նայած ճանապարհի, ամեն անգամ մի ճանապարհի մեջ չի, բայց այն ժամանակները ցանկացած ճանապարհների մեջ, որը որ ես եմ տվել, որ ոչ մեկ չի տվել։
Այսինքն դուք Դες մեքենայով թե 2108-ով։ Իդեպ այն 08-ը որ կա կապուտ գույդի, ես Լյուդվիգից եմ գնել, դա իր մինչև էս, դա իր ավտոն է եղել ու դրանով ռեկորդներ ա խփել։ Այդ 08-ը 2016-17 թվականին Կովկասի գավաթ մրցարշավ եղավ հայերի մեկեղրացիների մեջ 2 տարի առաջի տեղ է կանգնել այդ մեքենան։ Մենք քիչ անց մեր հերոստատողին այդ մեքենան էլ ցույց կտանք, որը հիմա շատ թարմ տեսք ունի, 100-ը մեծ ցույց տվեց, բայց փաստորեն այդ մեքենան ունի անցած ճանապարհ ու չեմպիոնական անցած ճանապարհ։ Միշտ առաջի տեղ ա եղել, երկրորդ տեղ չունի այդ ավտոն։ Այդ ուրեմն առանձին այդ մեքենայի հետ պետք է նկարվել։ Իմիջիայլոց, եթե դուք սիրում եք ավտոսպորտը, անպայման բաժանորդագրվում եք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում, որտեղ այստեղ մաքսիմալ մասնագիտական ճիշտ խորհուրդներ են տրվում ու պատմություն են պատմում մեքենայի ավտոսպորտի, իսկ այսօր նաև լեռնային մրցության մասին։ Լուտ մի հատ ուզում եմ որ մարդկանց ուղակի պատմենք էլի, որովհետև ամեն մի սպորտաձևը ինչ որ մինիմալ պահանջներ ունի, օրինակ ոնց է, չէ, դրիֆտը սաղ աշխարհում կարկասով է, բայց մեր մոտ քանզի որ դեռ այդ լեվելի չի բարձրացել, մենք այս պահին կարում ենք առանց կարկաս քշենք, հա։ Ուզում ենք մի հատ պատմենք մարդկանց, թե մինիմալը ինչ է պետք, որ իրանց ավտոն պատրաստ լինի, էլի, որ ես ձեզ ներկայացնեմ այս մեքենայի մեջ լրիվ ամալագացիա անցնող կարկաս է հավաքած, որ ցանկացած մրցման աշխարհում կարաս մասնակցես այս կարկասով, այն մաքսիմալը արած է այս մեքենայի մեջ, որ ոչ միտեղ ոչ մի պրետենզիա չլինի։ Այս կարկասը հավաքել է մեր ընկերը Տիգրանը Մկրտչյան, էլի լեռնային մրցության մրցարշավորդ է, շատ շնորհքով տղա, այդ կարկասը հավաքել է ինքը։ Այսինքն կարկասը հավաքել եք, ֆեդերացիայից եկել են ոնց որ նայել հաստատել են։ Իհարկե, հաստատված է, որ այս մեքենան ցանկացած մրցման կարա մասնակցի։ Որ մրցույթն է, կլայմբինգն է, դրիֆտն է, էլ որն է դրա մեջ մտնում։ Դրիֆտ, դրագ, ամեն ինչ էլ կարա մասնակցի։ Ահա, սա կվալիֆիկացված մեքենա է, ստացվում է։ Այս ռեմեններն է, որ 5 կետանոց է, պարտադիր պայման է, որ պետքա լինի։ Փոխանցման տուփը 6 աստիճան մեխանիկական, մնացածը մինիմալ ինչ պահանջներ կա, օրինակ ակումուլյատորի, շարժի, բանի հետ կապված ինչ որ բաներ կա, որ պարտադիր դա պետքա լինի։ Նայեք, այս կլասի մեջ որտեղ որ այս մեքենան հանդես է գալիս, այդ կլասում դու կարաս մաքսիմալ հզորացնես։ Սահմանափակում կարաս մինիմալ հզորացնես, կարաս մաքսիմալ հզորացնես, քեզ ոնց ձեռ է տալիս։ Սահմանափակում չկա այս կլասում։ Ոչ լիտրաժի, ոչ տուրբինի չափի, ոչ մի բանի։ Այստեղ մաքսիմալ խառը վիճակա, որը մենակ մասնագետը կիմանա, որը որտեղ ինչ է դնում։ Ես կգամ հեսա կպատմեմ։ Արի։ Խոսքը փոխանցում եմ TTH performance-ի։ Արի որ ցույց տամ, խոսքը մի փոխանցի։ Իսի հենց տենց դե մաքսիմալ քանդած է, որտեվ քաշը կարևոր, շատ կարևոր բան է ավտոյի գնալու հետ ընդհանուր առմամբ բանտաժի չափն էլ է կարևոր, լենությունն էլ, քաշը, այսինքն ամեն մի 10-20 կիլոն լուրջ փոփոխություն կարա տա։ Այստեղ էս տեղադրված այս տունինգովի մոզգը, որի վրա երկար ժամանակ աշխատել ենք, դժվար էր ճիշտ ասած։ 102 ամիս կյանքս կերել այդ մոզգի վրա, բայց մենակ ինքն է կարացել աշխատացնել։ Ու գործընկեր ունենք, ստացվել է կարևորը ու այս մեքենան հələ լիքը ճանապարհ ունի, լիքը պլաններ ունենք, որտեվ օրինակ սովորական փոխանցման տուփը կա մտադրություն փոխել սեգմենտալի վրա, ոնց որ տեղադրված է 08-ի, այսինքն կռուբի է, այն հայի համար հասկանալի են պլյուս-մինուս, այն որ քո վրա ես քաշում, պլյուս քեզանից ես քաշում, հա, ու տենց թաղալի։ Սիտրոնիկ, իսկ ոնց է ճիշտ անունը։ Սեգմենտալ։ Իր ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ դու փոխանցումը փոխելուց դու կոնուս չես սխմում։ Հա, գազի ոտնակին սխմած կարող ես փոխանցում փոխել։ Ինքը այսինքն ադապտացված է ավտոսպորտի համար։ Ինքը պարամազուբի է։ Մենակ ավտոսպորտի։ Հա, ինքը պարամազուբի է, ահա որ ձեն է հանում։ Քաղաքային պայմաններում քշելը շատ տհաճ է, շատ։ Շատ ժողովրդի է։ Ես իրականում մի անգամ մրցության ներկա եմ եղել, ձայները հաստատ տենց մեծ մասամբ մարդկանց դուրս չեն գա, բայց երբ որ դա դիտվում է սպորտի կոնտեքստում, շատ հաճելի ու դրայվ բերող տեսարան է։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ անպայմանը կրակ
Գրակնարիչը, էս էլա պարտադիր։ Արտադիր։ Մեկ էլ ես հիշում եմ մրցության ժամանակ ակումուլյատորը մեքենաներից մեկի ամրացված չէր ու դա խնդիր եղավ, այս դեպքում Կարան դիսկվալիֆիկացիա անեն քեզ։ որ ակումուլյատորը ամրացված չի։ Կարա ակումուլյատորը մրցման ժամանակ պտտվի կողքի, չգիտեմ, այնտեղ պլյուսը զամեկանի տա ու ավտոն պաժար լինի ու ճիշտ է հարկելել է։ Իսկ մրցության ընթացքում էլի պարտադիր սաղավարտ, հրադիմացկուն հագուստ, Պարտադիր, հատուկ հագուստ պետքա լինի, համալագացիա անցած, որ ամեն ինչ լինի մաքսիմալ ապահով։ Ես կխնդրեմ պատմել մի քիչ անվահեծերի, անվադողերի մասին։ Անվադողերը էլի սպորտային անվադողերը հատուկ սլիկա ինքը կոչվում։ Դրիֆտում էլ են, չէ՞, օգտագործում սրանք։ Դրիֆտի համար ուրիշ ռեզինա գնում, սա հենց hill climb-ի համար է։ Անվահեծերը մաքսիմում թեթև, Ալումին երևի, չէ՞։ Հա, կողմի ալումինը ամենա այս չափի համար ամենաթեթև տարբերակն է NK ֆիրման է, ճիշտ ասեցի։ Հա, NK-ա ու տենց մաքսիմալ ձևի թեթև է, էլի։ Անվահեծն ու անվադողը այս սպորտաձևում մաքսիմալ թեթև լինելու դեպքում դու կարաս համարես, որ մի 20-30 ձյաուժ էլի պլյուս ունես։ Այդքան էֆեկտ է տալիս։ Մի հատ հարց, որպես hill climbing-ից գլուխ չհանող մարդ։ Ես մրցության ժամանակ նկատեցի, որ մեքենաների մեծ մասի եւ 95%-ի մոտ մի լուսարձակի փոխարեն սենց ինչ-որ անցք կար։ Հիմա ես ձեզ ասեմ, այս ինչի համար է արված։ Մեքենան հատկապես ամռան սեզոնին որ լինում է մրցույթը, ուրեմն մեքենայի շարժիչը ինչքան սառը օդով աշխատի, այնքան դու մաքսիմալ ձյաուժ ունես ու ստաբիլ ձյաուժ։ Հա, շտականալու։ Ինչքան մոտորի մեջ տաքոտ մտավ, այնքան քո ձյաուժները ընկնում են։ Դրա համար այս ամեն ինչը արվում է, այս ֆարը մենք անել ենք, ֆորմա ենք սարքել, ֆարի ֆորմով նույն ու օդի դիֆուզոր ենք ստացել, որ սառը օդ մտնի մեքենայի մեջ, որ այդ խնդիրը չունենանք։ Բայց օրինակ դրիֆտում նման բան չկա, ցանկալի է, մարդիկ կան դնում են իհարկե։ Դա նայ ամեն դեպքում իմ կողմից ասեմ, լյուբոյ մրցաձևում, դաժե օրինակ, երբ որ մենք սովորական ավտո ենք սարքում, հա, որ փոխում ենք ինչ-որ հովացման համակարգը, տենց է, էլի, այսինքն հովացումը ինչքան ստաբիլ է, այդքան քո ավտոն ստաբիլ է գնում։ Օրինակ դրագի մեջ այդքան պետք չի, որտեվ 10 մի քիչ վայրկյան է քո ավտոն գնում, այսինքն դու կարաս ամեն մի քշելուց առաջ հովացնես ավտոն քշես, բայց այնց սպորտաձևերի մեջ, երբ որ դու օրինակ դրիֆտ, պադիոմ նախորդ քո տրասը, հա, երկարատև է, հովացումը շատ կարևոր բան է, էլի մեքենան ստաբիլ լինելու համար։ Այսինքն, բայց այստեղ հնարավոր է այն ինտերկուլեր տենց բաներ ինտերկուլեր դրած է, այսինքն սա դրանից մաքսիմալ մեծ ինտերկուլեր ենք դրել, այդ հովացման խնդիրը չունի մեքենան, ինքը նորմալ ստաբիլ աշխատում է։ Ես չգիտեմ, եթե դուք մեր թողարկումը չեք դիտել, ուղղակի մի անգամ նայեք, տեսեք ինչ լարված պայմաններում է աշխատում մեքենան ու մոտ մինիմալ ինչ-որ տարածություն կա, թե Հայաստանում տենց ըստ տեղանքի ուղղակի որոշվում է։ Չէ, որպես այդպիսին չեմ կարող ասեմ հատուկ կիլոմետր կա նշած, բայց մինիմում մենք որ քշում ենք գոնե լինում է 3 կիլոմետր 800-400 կիլոմետր ու ավել, մինչև 7 կիլոմետր։ Մեքենան, այսինքն բացի այն, որ ինքը պետք է արագ վարի, ինքը անընդհատ ոնց որ գեր ավել գազը արվում, կտրուկ արգելակում, թեքվում, անընդհատ մաքսիմալ նագրուստով աշխատում։ Եղել են վթարներ։ Իմ հետ չի եղել։ Մի մրցման ժամանակ երկու անգամ երկու ագի հելել է մեքենան, բայց չեմ շրջվել։ Չեք շրջվել։ Նորից շարունակել եմ։ Որտեվ չեմպիոն է մարդը մոտ քանի մեդալ կամ այդ առաջի տեղի պատվոգիր ունեք։ Շատ։ Չնայած եթե տարի 100-ից ավել երևի։ Մի հատ եկեք մեզ մի հատ sense նկարեք, ես կխնդրեմ հետո մեր մոնտաժողը sense screenshot անի, էլի։ RS-ը ունի պատմություն, էլի, նես չի որ էսի միակ RS-ն է, եղել է MK1, MK2, էսի երրորդ գեներացիան է։ Ընդհանուր առմամբ սպորտային տարբերակները, հա, ֆոկուսի եղել է ST, որը եկել է 2 լիտրանոց շարժիչով ու դեմ քարշակ, ու եղել է RS։ RS-ը ինչով է յուրահատուկ, որ ինքը 4 քաշող է, 2.3 տուրբո է, ինքը
համարյա նույն մատորն է, ինչ որ այն Mustang-ների մեջ է գալիս 2.3 turbo, մի քիչ կամպանով կենա, մի քիչ ուրիշ ու մեխանիկա պարտադիր։ Ավտոմատ չի լինում։ Չէ, ավտոմատ չի լինում ու ինքը բավականին տենց որ ասեմ երևի թերգնահատված ավտո է, որտեղ ինքը շատ լավն է, ունի պոտենցիալ, որտեղ ես նայում եմ, ուսումնասիրում եմ, այս նաստրոյքի ընթացքում լիքը նայել եմ, ավտոներ կան մինչև 700 ձիաուժ փորձեմ նստեմ։ Հարութ ջան, բայց մի մոռացի, որ Campbell-ը այս ավտոյով լուրջ արդյունքներ ա տվել։ Եղել է, բայց ինքը իրականում տենց ոնց ասեմ, այն Subaru Evo-ի պես չի, որ տենց սաղես ավտոն քշում են, բայց ինքը, չգիտեմ, ես որ քշել եմ ինչ շատ։ Campbell-ն էլ Subaru Evo չի քշե երբեք։ Մեքենան կանգնած շատ սիրուն է, պատմությունն էլ լսեցինք հիացանք, բայց ինձ թվում է ճիշտ է փորձարկել ու գործնականում տեսնել մեքենայի առավելությունները։ Ես հիմա կխնդրեմ մեզ վարպետաց դաս ցույց տալ ու մեքենան տեսնել ընթացքում գործի մեջ։ Նայած սիրով։ Շատ հետաքրքիր ճամփորդություններ։ Մենք եկանք այն եզրակացության, ինչպես եւ անցած հաղորդմանը, որ Հայաստանում ավտոսպորտի զարգացման համար մի հատ շատ կարևոր բան է պակասում՝ լավ մրցուղին։ Ինչ է կարծում։ Դա Հայաստանում ահավոր վատ վիճակում է, մրցուղու բացակայությունը ոչ մի սպորտաձևում չկա, բացի կարտինգից։ Ավտոսպորտը քանի ուղղվածություն ունի։ Մենք էլ օֆրոդ ունենք, որտեղ լիքը սարեր ունենք։ Դրա համար օֆրոդը զարգացած է մեր մոտ։ Օֆրոդը լրիվ ուրիշ լեվելի վրա է մեր մոտ։ Շատ ուժեղ զարգացած է, բայց այն օրը մեր ընկերոջ հետ խոսում ենք, որ նաև դրիֆտով է զբաղվում, ասում նոր է սկսել զբաղվելը, ասում եմ, գիտես չէ, ասում եմ, ես էլ շուտ սկսել եմ զբաղվել, ասում եմ, մինչև այդ որ չէի գնում քշում բամը, գալիս էի նայում ես, ինձ երրում էր մեջս, գնում էի փողոցներում քշում, ասում եմ, հիմա որ տենց գնում եմ, այդտեղ քշում եմ, արդեն տեղում քշում եմ, ասում եմ, դրանից հետո միթավոր չեմ ուզում քաղաքում, շատ հանգիստ եմ քշում, էլի, էդի բավականին տենց որ խորը նայում ես դրան, որ այդ մրցուղին լինի, լիքը բան է ավելանալու, էլի, մարդիկ իրանց այդ քշելը, որ մենք սաղս գիտենք, էլի, ոնց է փողոցներում քշում։ Տեսել ենք, տեսել ենք, Գոնե մի 20% փողոցին խուլիգանություն անող կամ ճռվռ անողների 20%-ին գոնե կտանենք տրեկտենք։ Շատ կհանգստանեն։ այնտեղ փուքսը կհանեն, ավելի լավ կքշեն, իսկ Հայաստանում ավտոսպորտը միանգամից շատ ավելի արագ կսկսի զարգանալ։ Հասկանում որ այդ փողոցում ինչ որ իրանք անում են, դա ցածր կլասա շատ։ Իմիջայլոց, Վարդան ջան, Իգիձյան ջան, մեքենայի այդ մասերը արդեն հասել են, downpipe-երն են հասել, ճիշտ եմ ասում։ Downpipe-երը հասել են, արի որ մեքենատ վերազինվի։ Ինչ մեքենա է իմիջայլոց, M5։ M5։ Վարդան ջան, սպասում ենք TTH-ում։ Արտակ ջան, մի հատ էլ հարց։ Հարութը, Լյուդվիգը, մարդիկ ովքեր զբաղվում են ոնց որ մեքենաների tuning-ով, նաև վարում են։ Ասենք Հարութը չեմպիոն է։ Եղել։ Հիմա էլ կա այնտեղ կախած է։ Լավ, եղել Լյուդվիգը Հիլկլիմբի դուք վարում եք, ունեք ձեր մեքենան։ Մի տարի եմ վարել ընդհանրապես դրիֆտում, չէ, հիմա չունեմ։ Հիմա չունեմ, բայց երևի էլի կավակեմ մեքենա։ Չեք սիրում, թե այդպես արդեն հավեսը հանել եք, ի՞նչն է պատճառը։ Մի պահ եկավ հավեսը հանել էի, բայց ոնցով էլի ժամանակն է նոր պրոյեկտ սկսելու։ Դե ինչ մեր հարգելի դիտողներ, այսքանով մեր այս հաղորդումը մենք ավարտում ենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ Արտակին։ Արտակին շնորհակալություն, որ ժամանակ գտաք հաշվի առնելով ձեր աշխատանքային ոլորտը, համոզված եմ այնտեղ լիքը մեքենաներ դեռ ձեզ են սպասում։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն ենք հայտնում Ավտոպլյուս ընկերության այս տարածքը մեզ տրամադրելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, Garmin ընտանիքին եւ TTH
performance-ին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին Գալֆին եւ Նակոլ ընկերությանը իր մոդուլ ապրանքանիշով։ Եվ վերջում հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր Lead Energy-ին։ Իմիջայլոց ասեմ, որ դեկտեմբերի 5-ին որակի նշան էքսպոն տեղի կունենա Մերիդիանում եւ ժամը 3-ից առանց սահմանի թիմը Lead Energy-ի հետ համատեղ այնտեղ ձեզ համար պատրաստել է միջոցառում, որտեղ կլինի խաղարկություն, ժամանց կարող եք գալ, ծանոթանալ մեզ հետ եւ պարզապես ինչ-որ մրցանակներ հաղթել ու վերադառնալ ժպիտով տուն։